Ապրիլի 20-ին Իրաքի Հանրապետության ներքին գործերի նախարարության կիբեռանվտանգության գերատեսչության պատվիրակությունը գեներալ դոկտոր Հասան Հադիլ-Ազիզ Ալիի գլխավորությամբ Հայաստանում էր։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը հյուրերի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է, որ հաշվի առնելով կիբեռհանցավորության անդերազգային բնույթը, դրա դեմ պայքարի գործուն մեթոդներից է միջազգային գործընկերների հետ համատեղ ջանքերի մեկտեղումը։ Նա նաև արձանագրել է, որ առցանց հանցագործությունների դեմ հետևողական պայքարի շնորհիվ գրանցվել են խոսուն ցուցանիշներ, որոնք լավագույնս արտացոլում են ոլորտում առկա դրական տեղաշարժերը։ Արթուր Բարսեղյանի խոսքով ներքին գործերի նախարարության ոստիկանությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ոչ միայն կիբեռհանցագործությունների դեմ պայքարն ու դեպքերի բացահայտումը, այլև դրանց կանխարգելումը։ Այդ նպատակով ներդրվում են նորագույն տեխնոլոգիական լուծումներ եւ քաղաքացիների հետ հաղորդակցման ուղիղ հարթակներ։ Գեներալ Հասան Հադիլ-Ազիզ Ալին շնորհակալություն հայտնելով ջերմընդունելության համար բարձր է գնահատել հանցավորության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև միջազգային գործընկեր կառույցների եւ երկրների հետ սերտ համագործակցությունը։ Ներկայացնելով իրաքյան փորձն ու հանցավորության դինամիկան, նա պատրաստակամություն է հայտնել զարգացնելու ներքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությունը։ Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանը ներկայացնելով ստորաբաժանման կառուցվածքն ու գործունեության առանձնահատկությունները անդրադարձել է ոլորտային առավել նեղ մասնագիտական թեմաներին։ Պատվիրակությունն այցելել է նաև ներքին գործերի նախարարության կրթահամալիր ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Միսակ Մարկոսյանը հյուրերին է ներկայացրել կրթական գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները, առանցքային ուղղություններով կադրերի վերապատրաստման մեթոդաբանությունն ու ոլորտային այլ մանրամասներ։ Հյուրերը ծանոթացել են նաև կրթահամալիրի շենքային պայմաններին ու տեխնիկական հագեցվածությանը։